Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյանը եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ փաստաբան Զարուհի Փոստանջյանին, բարև ձեզ Տիկին Փոստանջյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք առաջին անգամ ենք իմ տաղավարում, իրականում հանդիպում, երբևէ առիթ չեմ ունեցել, որ զրուցենք, միգուցե բաց թողումն է եղել իմ, բայց գործողությունների եւ իրավական մեր այսօրվա այս ցաքուցիր իրավիճակում երևի թե իրավաբանների, փաստաբանների խոսքը այսօր ամենակարևորն է դարձել եւ ես շատ կուզեի լսել նաև ձեր տեսակետները այնինչ այսօր տեղի ունենում մեր երկրում։ Մասնավորաբար, թե ինչ տեսանք խորհրդարանական ընտրություններից հետո, թե ինչ է այսօր վիճարկվում Սահմանադրական դատարանում եւ առհասարակ ձեր մասնագետի գնահատականը, ուր ենք գնում առհասարակ Տիկին Փոստանջյան այս իրավիճակում։ Եկեք արձանագրենք, որ այս իրավիճակը այնպիսին է, որ մենք գրանցեցինք այնպիսի կարգավիճակ, որը բնորոշ էր Ադրբեջանին եւ Թուրքիային, այսինքն կարող ենք ասել խոսքի ազատության նկատմամբ, ընտրական իրավունքի նկատմամբ տեղի ունենում տոտալ վերահսկողություն եւ այս ավտորիտար համակարգը արդեն իսկ ձևափոխվել եւ արձանագրել է տոտալիտար համակարգը։ Այսինքն այս իրականությունն է դա հենց այնպես չեմ ասում, որովհետև 2026 թվականի նախորդող իրադարձությունները, ինչ որ մենք տեսանք Գյումրիում, որը ավականու ընտրություններից հետո էր, այսինքն ընտրական իրավունքի նկատմամբ բռնաճնշումը արձանագրեց շուրջ 50 մարդու ապօրինի ըստ էության ապօրինի կալանավորում, իսկ նման զանգվածային կալանավորումների ես հանդիպել էի մարտի 1-ից հետո, այսինքն դե մարտի 1-ից հետո կային զոհեր եւ արտակարգ դրություններ եւ այլն այդ իրադարձություններից հետո երբ արձանագրվել էր շուրջ 5 տասնյակ մարդու կալանավորում, չէր կարող նմանատիպ իրադարձություն տեղի ունենալ կալանավորման իմաստով Գյումրի քաղաքում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Եվ տեսանք զանգվածային կալանավորումներ եւ նոն-ստոպ դատարանների աշխատանք, ովքեր այդ մարդկանց կալանքի միջնորդություններն էին քննարկում, այսինքն դատավորները։ Հետո դրանից հետո երկրորդ փուլին հանդիպեցինք նախընտրական շրջանում այս հարվածը ընդդիմությանը, հարձակումը ընդդիմության նկատմամբ, կալանավորումներ անտեղի, ինչ որ անհիմն մեղադրանքով, անհավատալի մեղադրանքներով, ընդհուպ մինչև առաջի համարների կալանավորում ընտրացուցակների եւ բավականին ոչ հարիր ատելության խոսքով եւ բռնության կոչերով լի խոսքերով ընտրաշավ, որը իրականացնում էր գործող իշխանության ներկայացուցիչները հենց առաջի դեմքի միջոցով եւ դրանից հետո նորից զանգվածային արդեն ընտրությունների բուն քվեարկությունից հետո զանգվածային կալանավորումներ։ Այս պահի դրությամբ որոշ տվյալներով մենք ունենք այս ընտրությունների բուն գործընթացի հետ կապված շուրջ 300 մարդ կալանավորված եւ կալանավայրերում ուղղակի տեղ ու դադար չկա, այո, պայմանները մեր կալանքի խայտառակ են, դրա մասին եղել են տարբեր տեսակի, տարբեր տարիների CPT եզեկույցներ, բայց այս պահի դրությամբ մասնավորապես ես ունեմ կալանավոր ում պայմանները չեն համապատասխանում այն նվազագույն ստանդարտներին, որը անհրաժեշտ է։ Այդ կալանավորները տառապում են տարբեր հիվանդություններով, տարբեր խնդիրներ ունեն չծխողը ծխողի հետ, այդ տարածությունը, որը նախատեսված է մարդուն կալանքի տակ պահելու համար, չի բավարարում, փոքր են խցերը արդիական չեն, օդափոխություն, լուսավորություն, տաքություն, մի խոսքով մի խայտառակ պայմաններում պահում են կալանավորներին։ Տիկին Փոստանջյան, դուք Գյումրու դեպքերը մատնանշեցիք, որ կարծես թե զանգվածային կալանավորումներ, քրեական գործեր
մեկնարկի առումով տրվեց հենց այդտեղից, բայց ինձ թվում է այս կալանավորումների, այս վախի մթնոլորտը ձևավորելուն միտված գործողությունները իշխանության կողմից շատ ավելի վաղ սկսվեց, որը այսպես ավելի լայնամասշտաբ ձևով Գյումրու ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, դե արդեն մաստեր կլասը այս 26 թվականի ընտրություններն են։ Ես նաև կցանկանայի, որպեսզի մենք խոսենք նաև ձեր պաշտպանյալների մասին։ Դուք անմիջապես փաստաբանն եք հենց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, կցանկանայի հասկանալ իր գործի ընթացքը ինչպիսին է, բայց բացի դրանից իշխանությունը հայտարարեց, որ մենք ամեն գնով Գյումրու նոր քաղաքապետ պետք է ընտրենք, ավականու նոր ընտրություններ պետք է կատարենք եւ նաեւ ասում են, որ անգամ պետք է շրջանցել թիմ տեղական ինքնակառավարման մարմինները շրջանցենք, որպեսզի մենք մեր հարցերը լուծենք, եթե ես ճիշտ եմ հասկացել, այսինքն սա ինչ է նշանակում։ Ուզում ենք, պիտի փոխենք, մեր սրտով չի պիտի անենք, հա, էլի այդ նույն պրինցիպն է, այդ նույն սկզբունքներն է, այստեղ գործ ունելի։ Ոչ միայն մեր սրտով չէ, մենք նույնիսկ վրեժխնդիր ենք, եթե մեր սրտով չէ, եթե լրակյաց գոն է առնվազն այդ իրենց սրտով չլինելը, իրենք անցնեին, մենք միգուցե դե պարզ է, որ իրենց սրտով չպետք է լինել, որովհետև ընդդիմությունն է հաղթել Գյումրիում եւ ամբողջ այս 2026 թվականի նախընտրական քարոզարշավի հենքներ եւ մեղներ, որ ընդդիմությունը ասում էր, որ իրենք պետք է Գյումրի 2 արձանագրեն, իրենք ասում են, իրենք թույլ չեն տալու, որ Գյումրի 2 լինի եւ այդ մասին իրենց վերջին հավաքում հանրապետության հրապարակում նաեւ հայտարարեց Ռուբինյանը։ Մենք լավ հիշում ենք ինչ էր նա խոսում եւ ասում էր կներեք, որ վենդետա չեն կարել, այժմ վենդետա են կանելու, չենք թողելու Գյումրի քաղաքապետին է, սա են կանելու, նա են կանելու եւ ասում էր վենդետա են կանելու, այսինքն վրեժ խնդիր են լինելու բոլոր նրանց ովքեր եւ ընտրել են ընդդիմությանը, այսինքն մենք բոլորիս ասում են դուք կաշառակեր եք, չէ՞։ Բոլորիս, այո, մեզ բոլորիս եւ զրպարտում են եւ նաեւ ասում են ձեր նկատմամբ մենք լինելու ենք վրեժխնդիր։ Եվ նաեւ նրանց նկատմամբ ովքեր որ հանդգնել են լինել ընդդիմություն եւ ստանցնել կառավարման ինչ որ լծակներ, այդ թվում նաեւ Գյումրիի քաղաքապետի եւ ավականու այդ լծակները որպես համայնքային իշխանություններ։ Հիմա դա իրենց համար ոչ թե ուղակի դուրները չի գալիս, այլ հիմա լծվել են վրեժ խնդիր լինելու այդ հարցի հետ կապված եւ դրա համար նրանք չեն էլ կաշկանդվում հրապարակավ հայտարարություններ անել եւ բացի այդ նաեւ այդ վրեժխնդրությունը արտացոլվում է նաև հստակ գործողություններով, որը եւս մեկ ոտնձգություն էր Գյումրու քաղաքապետի նկատմամբ, այս վերջերս նոր մեղադրանք են առաջադրել եւ այն մեղադրանքի շուրջ, որով նա գտնվում է կալանքի տակ, այդ գործը մտածებ հակուղի նիստ պետք է լիներ հունիսի 25-ին, այդ նիստը դատախազների, այսպես կոչված անգործության նիստին չներկայանալու պատճառով տեղի չունեցավ, նիստը հետաձգվեց, այս պայդրությամբ նիստի հստակ օր պաշտոնապես հրապարակված չէ։ Հիմա նոր մի հատ մեղադրանք են բերել, այսինքն ամեն գնով օգտագործելով մի հատ նորից բոլոր առիթները օգտագործում են, այո, իրապես քիչ է, որովհետև հիմքեր չկան, փորձում են ամեն կերպ իշխանական իրենց լծակները օգտագործել, որպեսզի քաղաքապետը, որը քաղաքապետ է, պարոն Վարդան Ղուկասյանը այսօր էլ պաշտոնապես ինքն է ընտրված քաղաքապետը Գյումրի քաղաքի եւ ավականին, որը օրենքով ընտրված ավականի է, որի վերաբերյալ այս գործող իշխանությունը, որը պարտվել էր նույնիսկ չի վիճարկել այդ ընտրությունների արդյունքները, այսինքն այնքան օրինական են եղել, որ ինքը չի է վիճարկել
Հիմա չգիտի ինչ անել, ամեն ձևի լծակները օգտագործում է, վերջերս էլ փորձ կատարեց ավականու մի անդամին քրական հետապնդման այդ քննչական գործողության ներքո գնաց տունը խուզարկելու եւ նա չկարողացավ գնալ մասնակցել ավականու նիստին, որպեսզի քվորում չապահովի։ Հիմա արհեստական խոչընդոտներ փորձում են ստեղծել։ Բայց տիկին Փոստան ջան, ես ուզում եմ հասկանամ իրենք ինչ կարող են անել, որ իջիկ դարձնեն այդ ընտրությունները եւ նոր ընտրություններ։ Դե հիմա տեսեք, իրենք իրենց գործողությունները այս պահի դրությամբ ամեն ինչ անել, նվազեցնել ավականու ընդդիմադիր անդամների քանակը, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ապահովելու քվորում Քվորում ուղղակի։ Իրանք մեծամասնություն Այսինքն մի քանի անգամ քվորումը չի ապահովում, ինքնալուծարվում է։ Այո, հիմա այս պայդրությամբ իրենք ընտրել են այս տակտիկական քայլը։ Օրենքով է։ Փորձում են այս ձևով։ Հիմա որ սա չլինի, իրենք էլի մշակած ինչ որ բաներ ունեն, բայց այնուամենայնիվ այդքան հեշտ չէ, որ հեշտ լիներ, իրենք վաղուց դա կանեին։ Բայց հեշտ չէ, փորձում են։ Հիմա որքանով այդ փորձը կունենա հաջողություն, իհարկե կախված է ընդդիմադիր քաղաքական ուժերի արդյունավետ, հետևողական, կազմակերպված, գաղափարական, այդ թվում նաև կեցվածքով։ Տեսեք, տիկին Փոստան ջան, մենք այս պահին ականատեսնենք, որ Սահմանադրական դատարանում վիճարկվում է ընտրությունների արդյունքները եւ 7 կուսակցություն, որոնցից 2-ը ընդդիմադիր դաշինքներ են, դիմել են Սահմանադրական դատարան, ամեն օր իհարկե ես չեմ կարողանում ամբողջությամբ այսպես հետևել, բայց այն ամենակարևոր թեզերը կարողանում եմ այսպես հատվածաբար նայել, տեսնել, ինչ է կատարվում ըստ ձեզ այնտեղ իրավաբանի գնահատականով, սա ինչ է, այնտեղից մենք կարող ենք ինչ-որ բան ակնկալել այսօրվա ՍԴ-ից։ Ես անգամ հարցս տալիս եմ, բայց ակնկալում եմ էլի ինչ պիտի ասեք, բայց ոչինչ չեմ ակնկալում, այսինքն դրական իմաստով։ Որևէ բազմաթիվ անգամներ ես որպես ընդդիմության ներկայացուցիչ ականատեսն եմ եղել Սահմանադրական դատարանում ընտրությունների այս արդյունքների վիճարկմանը եւ եթե համակարգը նույնն է, այդ դատավորները նույնն են, նախկին Սահմանադրական դատարանների դատարանի որոշումներին, որոնք վերաբերվել են էլի կեղծված ընտրություններին, իսկ ես այն կարծիքի չեմ, որ Հայաստանում ընտրությունները անցել են ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմաններում, ոչ, այդպես չի եղել։ Մշտապես ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում կեղծվել են, որովհետև դրա համար եղել են եւ ընտրական օրենսգրքի բացերը եւ քաղաքական համապատասխան կամքի բացակայությունը, այսինքն արդար ընտրություններ անցկացնելու եւ աշխարհաքաղաքական որոշումները, այդ թվում նաեւ ես երկար ժամանակ շփվելով Եվրոպայի խորհրդում տարբեր պատվիրակությունների անդամների հետ, գիտեմ նաև իրենց քաղաքական մոտեցումները, ամեն անգամ գալիս էին, թեպետ արձանագրում էին խախտումներ, բայց ասում էին, որ մի քայլ առաջ է եւ նրանք արդար չէին, հասկանալի է։ Հիմա այս տարբերությունը միայն այն նախորդների մեկն է։ Միայն մեկ տարբերություն ունենք։ Դա այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի շնորհավորել կամ չի ճանաչել այս ընտրությունների արդյունքները այս պահի դրությամբ։ Երբեք նման բան չէր եղել։ Այո, չի եղել։ Այսինքն միակ տարբերությունը նախորդների դա է։ Իսկ դա ինչով է պայմանավորված եւ որ դա շատ կարեւոր է, երկրորդ ինչով է պայմանավորված այս պայդրությամբ հստակ ես ունեմ իմ գաղափարները եւ կասկածները, բայց այն որ այս պահի դրությամբ դա տեղի չի ունեցել, դա արդեն խնդիր է։ Խնդիր է գործող իշխանության համար։ Հիմա տեսեք, ռուսական կողմը բավականին այսպես սանկցիաների մի մեծ փաթեթով ասում են նեղն է գցել, հա, մեր տնտեսվարողներին,
լինելով մենք ԵԱՏՄ անդամ, ամեն դեպքում մենք դուրս չենք եկել ԵԱՏՄ-ից, շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ եւ Փաշինյանն էլ հենց Եվ չենք անդամակցում մեկ այլ միությանը։ Այո, եւ չենք անդամակցում Եվրամիությանը, որքան էլ որ քարոզչական նպատակներով այդ ամեն ինչը օգտագործվում, մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, ոչ մեկ այդտեղից դուրս չի եկել, չէ՞ դեռ։ Բայց տեսեք, տնտեսական ինչպիսի ծանր սանկցիաների տակ է մտել այսօրվա հայ տնտեսվարողը, հայ գործարարը, ընդհանուր միջև մեր միջին վիճակագրական գյուղացին, ով ջերմոցատեր է, հա, ասենք տարատեսակ բանջարեղեններ է աճեցնում եւ այլն, այստեղ մենք ունենք նաեւ ձկնարտադրողներ, մենք ունենք նաեւ գյուղատնտեսական այլ գյուղմթերքներ արտադրողներ, որոնք կանգնել են փաստի առաջ, տոննաներով ապրանքը մնացել է։ Եվ այս մարդկանց չկա առաջարկ, չկա այլընտրանք, ձևական ուղղակի ասում են, չգիտեմ, 10 ծիրան առանք տարանք Եվրամիություն, չգիտեմ, 10 տոննա տարանք չգիտեմ ուր, բայց իրականում այդ մարդիկ ասում են, բա ուրա որ տանում եք, ինչի՞ չեք գալիս մեր ապրանքը վերցնեք, տանեք, չգիտեմ, Բրյուսելու շուկաներում կամ Փարիզի շուկաներում վաճառեք, բարձր չէ, որ էս էլա ֆեյք օրակարգ, այս բայդրությամբ։ Այ դուք ասցիք, որ Ռուսաստանը չի շնորհավորել, այս չի արել, այն չի արել։ Ինչ լարվածության մասին է խոսքը, եւ այս սանկցիաները բնական է դրա մասին է նաեւ, որքան էլ որ այնտեղ այլ պատճառաբանություններ ա նշվում, հա, թղթաբանության մեջ, եւ մենք ուր ենք հասնելու այս իրավիճակում։ Տիկին Ոստանջան։ Սա կոլապսի է վերածելու մի ամբողջ ներքին շուկա սովորական միջին վիճակագրական հայի։ Համամիտ եմ, աղետ է լինելու, ինչպես քանդվեց Խորհրդային Միությունը, մենք նաև այդ ժամանակ չէ, զրկվեցինք Խորհրդային Միության շուկաներից եւ բացի այդ որ շուկաներից զրկվեցինք, նաև մեր տնտեսություններ, ամբողջ արդյունաբերություններ կախված միութենական այդ տնտեսության հետ։ Ինչ տեղի ունեցավ, հսկա ծավալ արտագաղթ, երիտասարդ խավի, այսինքն մեր ամենալավ սերուցք այդ տարիներին է դուրս եկել, այդ տարիներին դուրս եկավ եւ մենք ունեցանք ինչ հետընթաց բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ մեր պատկերացումների, այսինքն առաջադեմ հասարակության այդ խավը փաստորեն մեզանից բացակայում է։ Այսօր որ մենք այսպիսի վիճակում ենք եւ մարդիկ կան, որ դեռ կեղծված է ընտրությունների պայմաններում, բայց այնուամենայնիվ գնում են այս գործող իշխանությանը, ձայն են տալիս, սա նաեւ դրա հետևանքն է։ Այսինքն մեր հասարակության զարգացած հատվածը, մեր ազգի զարգացած հատվածը բացակայում է այսօր Հայաստանի Հանրապետությունից։ Ուզենք, չուզենք, սա փաստ է, մենք դա պետք է ընդունենք։ Հիմա Խորհրդային Միությունը տապալվեց, այդ ամեն ինչը մենք միանգամից հասարակությունը մեր, միանգամից մեր ազգը աղքատացավ։ Միանգամից ու հսկայածավալ մենք աղքատություն ենք ունեցել։ Այսինքն սա բերելու է հսկայածավալ աղքատության։ Հիմա դուք նույնը ակնկալում եք, որ հիմա այս ռուսական սանկցիաների արդյունքում մենք ունենալու ենք էլի այդ հիմա տեսեք, եթե ով որ այստեղ զբաղվում է որոշ տնտեսական գործունեությամբ, իր աշուկան, հատկապես ԵԱՏՄ մուտք գործելուց հետո, իր աշուկան եւ այդ վարկերը, այդ տնտեսական հարաբերությունները, կապերը եւ այլն, իհարկե եղել է Ռուսաստանի շուկան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, այլ քաղաքներ եւ այլն։ Սա է եղել։ Ամբողջ Ռուսաստան, ամբողջ։ Եվ կապերը ես ասեցի, իհարկե ամբողջ Ռուսաստանը։ Մենք այլ շուկա այս 10 տարվա ընթացքում նույնիսկ Նիկոլի պաշտոնավարման ժամանակահատվածում մենք այլ շուկա չենք ունեցել։ Եվրոմիության շուկան դա շատ բարդ շուկա է մուտք գործելու համար։ Մենք նրանց հետ չունեցանք չէ բանակցված համաձայնագիրը, որը պետք է ստորագրեր Սերժ Սարգսյանը, որից հրաժարվեց եւ գնաց ԵԱՏՄ։ Եվ այդ ժամանակահատվածից Եվրոմիության շուկա այդքան հեշտ չեն մտնելը։ Եվրոմիության շուկա նույնիսկ թույլ չեն տալիս այդքան որ Ուկրաինային իբրև թե իրենք օգնում պաշտպանում են, նաև Ուկրաինային, Եվրոմիության շուկա թույլ չի տրվում մուտք գործել Թուրքիային, որը ունի սահման այդ Եվրոմիության հետ։ Դուք մեզ ոնց եք պատկերացնում այն էլ գյուղատնտեսական մթերքներով մուտքը եվրոպական շուկա այդքան արագությամբ ապահովելը կամ ընդհանրապես ապահովելը։
Դա ուղղակի անգամ եթե այսպես մտքի ծայրով էլ մտածենք, որ կարող է տենց մի բան լինել, անգամ դա տարիների պատմություն է, եվրոպական որքան որ վիզաներն են ազատականացնում, այդքան էլ եվրոպական շուկային թողնելու մտնել։ Եվրոպական բյուրոկրատիան դա բավական օվրծանոթ չէ, ասեմ, որ բավականին բարդ բյուրոկրատիայի հետ պետք է գործ ունենաս եւ այդ բյուրոկրատական պատնեշները հաղթահարելը մեր նման Հայաստանի նման տնտեսության միջոցով դա ուղղակի անհնար է այսօրվա դրությամբ այն ինչ որ մենք ունենք դա ուղղակի անհնար է սկսած փաթեթավորումից ապրանքի գոստ կոչվածը չէ ստանդարտներից եւ այլից եւ հետո ինքը Եվրոմիությունն է այնպես չի որ այդքան նենց ազատ շուկա է, ամեն ինչ, այնտեղ էլ կան քվոտաներ, այնտեղ կա Իսպանիան, որը գյուղատնտեսական պետություն է եւ գյուղատնտեսական ապրանքների հիմնական մատակարարն է Եվրոմիության համար, իրար մեջ ունեն պայմանավորված 1000 տեսակի եւ աշխարհաքաղաքական, եւ տնտեսական, եւ տարբեր տեսակի հարցեր կան, որ ինքը ունի իր տրամաբանությունը, շահերը, հարաբերությունները բարդ ընթացակարգ է, այո, շատ այս նեղ պայմաններում արդյոք մենք իրավունք ունեինք հարվածի տակ դնել անկախ նրանից Ռուսաստանի վերաբերյալ ես ինչ կարծիք ունեմ անկախ նրանից ես ԵԱՏՄ-ի վերաբերյալ ինչ կարծիք ունեմ ես իմ կարծիքը երբեք չեմ թաքցրել իմ հրապարակավ քվեարկություններ եմ այդ մասով ես արել հարցը դա չէ բայց այս պայմաններում այս նեղ պայմաններում այս նեղ իրավիճակում երբ արդեն իսկ քո տնտեսությունը դրա վրա կառուցված է դու այսպեսի կտրուկ չտրամաբանված դու ստից պոպուլիզմ այ դրա արդյունքում եւ դա նշանակում է դու ինքդ ես թշնամին քո ներսի ժողովրդի նկատմամբ բայց տեսեք տիկին Փոստանջան ասում է մենք բան չենք արել ինչ արեց այս ընդդիմությունը արեց գնաց ընդդիմությունը Ռուսաստանի հետ չգիտեմ ինչեր խոսեց Ռուսաստանն էլ սենց սանկցիաներ կիրառեց եւ լսել եք այս տեսակետները այսօր ինքը իրեն հրճակել է չէ որ հաղթել է այո թող ճանաչեն Թող ճանաչեն իրեն հաղթող, ինչի չեն ճանաչում։ Հիմա տեսեք, մենք ասում Ես ասեցի, չէ, միակ տարբերությունը այս ընտրություններում գալիս էին ճանաչում էին, ԵԱԿ դիտորդներ էին, համատեղ Եվրոպայի խորհրդի հետ եւ այլն, ասում էին մի քայլ առաջ է, պետություններ էին ճանաչում, Ռուսաստանում կար ինչ որ SNG-ի ինչ որ դիտորդական առաջնություն։ Նրանք էլ էին գալիս ճանաչում էին եւ այստեղ միակ տարբերությունը որ տեղի չի ունեցել դա Ռուսաստանի Դաշնության կողմից այս ընտրությունները չշնորհավորելը, չճանաչելն է։ Եկեք մի հատ հետ վերադառնանք 2018 թվական մայիսի 8։ Ահա։ Նիկոլ Փաշինյանը ընտրվածվեց այդ խորհրդարանի կողմից որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ուր է գնաց առաջի իր այցը կատարել նա։ Ռուսաստան։ Ահա։ Երկրորդ այցը էլի դե գիտեք ինչ ինքը այս Քարոզ Արշավի ժամանակ էլ ասում է Պուտինը իմ ընկերն է ես 200-ից ավել անգամ մենք չենք վիճում գնացել է այսինքն ճանաչել է առաջինը այո եւ շնորհավորել էին այո հիմա չեն ճանաչում դեռավելին ինքը մեր նկատմամբ չի այդ սանկցիան կիրառվում է պետության գործող իշխանության նկատմամբ ով չի կատարում իր պարտականությունները համենայն դեպս ձևական կողմը դա է ինչի չեն շնորհավորում եւ ինչու են սանկցիա կիրառում որովհետեւ գործող իշխանությունը չի կատարել իր պարտականությունները ինչ որ պայմանագրերի ներքո կներեք իր ռազմավարական դաշնակցի հիմա ուզենք թե չուզենք ձեր ասացի նման կարող է ինչ-որ միտեղ ընդունենք, միտեղ չհամաձայնենք, թե Ռուսաստանը ինչպես է իրեն պահել մեր մասով, կամ մենք մեզ ոնց ենք պահել Ռուսաստանի մասով, այս դիտարկումները որ անենք, շատ երկար կարող ենք այս թեմաները քննարկել, բայց փաստը դու դուրս չես եկել այդ։ Չէ՞ այդ միջպետական պայմանագրերով սահմանված։ Նա դուրս չի գալու։
Գիտեմ որ արհեստականորեն ինքը դու անիմաստ տեղը լարել ես, սրել ես, մի ամբողջ ժողովրդի տվել ես արհեստականորեն ինքը ստեղծում է, այսինքն ինքը արհեստականորեն քանդում է ամեն ինչ։ Հենց սա է։ Մենք Եթե լավ չի դուրս արի դե, ինչի դուրս չես գալիս։ ինքը իրապես քանդելու նպատակ չունենար, ապա նման վարքագիծ չպետք է դրսևորել։ Ակնհայտ է, որ քանդվում է, քանդելու համար է սա արվում, եւ այդ քանդելը վաղումյուս օր ինչի կհանգեցնի, շատ դժվար է պատկերացնել։ Դե միգուցե իրենք ուզում են թուրքական շուկաներ մտնեն, բայց այստեղ էլ է մի հատ։ Ներեցեք, բայց թուրքական շուկա ձեր լոլիկը պիտի Թուրքիա տանեք, ումա պետք ձեր ով է թողելու որ դուք պնտենք թուրքական շուկա։ Թուրքական լոլիկը ավելի էժան է արտադրվում։ Այդ դեպքում ոնց ես դու քո լոլիկը Չէ, ներողություն մրգի եւ բանջարեղենի առումով եւ առհասարակ ամեն ինչի ձկնամթերքի առումով հենց 4 ծով ունեցող Թուրքիային դու քո լճերում եւ արհեստական բուծածիշանով չես զարմացնի, ոչ էլ կուզի։ Շուկա կամ խանութ, որտեղից պետք է գնենք գյուղատնտեսական մթերքներ։ Լոլիկ, վարունգ եւ կա, չէ, ասում այսի պարսկական է, էժան է։ Սա թուրքական այժան է, սա հայկականը թանկ է։ Այսինքն առանց այն էլ, որ դու եթե դու այդ թանկը, որ այնտեղ էժան է, ոնց ես տանելու վաճառես։ Բացատրես, որտեղ ինքնարժեքով թանկ է նստում դա։ Հասարակ մի հատ թվաբանություն պետք չէ ոչ տնտեսագետ լինել, ոչ քաղաքական գործիչ, ոչ իրավաբան, ոչինչ։ Հիմա գնանք շուկա, դա է ինքն։ Այսինքն Թուրքիայի հետ չունենալով բաց սահման իր լոլիկը գալիս հասնում է, այստեղ կեսգին է լինում մեր Հայաստանի ջերմոցում աճեցրած լոլիկի համեմատ։ Ձեր ասացի իսկություն է էլի հաստատելու։ Դու ոնց ես կամ ներողություն, ով է գժվել է։ Թուրքերը պիտի թողեն, որ ստեղից ինչ-որ Սա ամենակարևորն է, մենք հիմա հաշվարկ ենք անում եւ այլն, բայց խոսակցությունը չի էլ հասնելու այստեղ, որ հաշվարկել անեն։ Հիմա տեսեք, այս շատերը ովքեր որ Նիկոլ ընտրողներ են եւ այսպես ՔՊ-ի ջատագովներ են, դե անհեթեթ արտահայտություններ են անում, ասում են ոչինչ, կարևորը մեր ինքնիշխանությունն է, դա էլ չեմ հասկանում ինչա։ Մեր ինքնիշխանությունն է, հեչել թողեն ռուսները, որ մենք մեր ապրանքը տանենք այնտեղ, ջանդամին թողեն, այստեղ կծախենք ավելի էժան, հենց ինքն է ասում գնացեք էժան ծաղիկ առեք, նվիրեք ձեր սիրելի կանանց, չէ՞։ Այդ ծաղիկները շան ոտի հետ գնում է, այդ մարդիկ խայտարակ վիճակի մեջ են հայտնվել։ Ասում է ոչինչ, էժանա թող բանալ լի։ Եվ այս խնդիրը ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ բոլորի ընտանիքներ չի մտել դեռ։ Մենք ունենք մեկ այլ կարևորագույն հարց, որը ռուսական սանկցիաների մեջ արդեն ներառվել է, իհարկե սրանք չեն ասում ռուսական սանկցիա, բայց արդյունքում սանկցիաներ ոնց է լինում, փաթեթային սանկցիաները, դա գազի գինն է։ Ինչ է կարծում, իրենք արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Գազպրոմը դիմել է, որ պետք է վերանայում անել, գնի վերանայում անել։ Երբ որ ես ցավով եմ արձանագրում, մենք բոլորս է դրա սպառողն ենք, դա բոլորիս վրա է անդրադարձ ունենալու։ Գազի գինը եթե Հայաստանում թանկացավ, այդ ժամանակ ինչ եք պատկերացնում, ինչ կլինի մեր վիճակը։ Սա արդեն զուտ միայն բանջարեղեն եւ ձկնամթերք ու ծաղիկ արտահանողի խնդիրը չի։ Եկեք վերադառնանք 30 տարի առաջ։ Ես եւ դուք ավելի երիտասարդ էինք, երեխա էինք, այդ ժամանակ գազը կտրեցին, չէ՞։ Այո։ Ինչ էր տեղի ունենում։ Այսինքն որ անընդհատ ասված, չհաշված որ հաղթանակի տարիներ, բայց մթից սրտի տարիներ։ Այսինքն մենք ինչ ձև ենք մեր կենցաղը կազմակերպում։ Հիմա եթե այդ կարգի թանկացում լինի եւ մենք ի վիճակի չենք, այսինքն այդ թանկացումները ընդհանուր միջև Եվրոպական միության անդամ երկրների քաղաքացիների անձնական ընտանեկան բյուջեների վրա հիմա խայտարակ ազդեցություն բոլոր գազը ռուսական էր Եվրամիությունում էժան գազը այո էժան գազի միջոցով իրանք ստանում էին էժան ապրանքներ, էժան ծառայություններ, իրենց մոտ էլ է թանկացել, բայց իրենց մոտ ինդեքսավորում է տեղի ունենում, որոշ չափով կոմպենսացիաներ են տեղի ունենում։ Մեզ ով պետք է կոմպենսացնի։ Հիմա ինչ կլինի, օրինակ գազի գինը թանկացավ։ Ու դա ասենք քթներից տակ է, էլի, կարող է միացից լինի։ Այսինքն այն արտադրողը, որ լոլիկ էր արտադրում, վարունգ, ջերմոցներում, դա բնականաբար էլի է թանկանալու։ Այսինքն այդ տնտեսությունները քանդվելու են։ Մենք որ գազով տաքանում ենք, կենցաղն ենք մեր կազմակերպում ջուրը եւ այլն, դա թանկանալու է, այսինքն յուրաքանչյուր քաղաքացու գրպանը դա զգալի է։ Ամենաառաջինը հաց։
Հացը թանկանա, այսինքն ամեն ինչը որ կապված է գազի հետ, հիմա ամբողջ այդ հացի գործարանները, փռերը, այդ բոլորը դուք պատկերացնեք, չէ՞։ Ինքը հիմա դրան է տանում։ Դրան գազով է, բոլորը գազով։ Իսկ միգուցե դա անում է, որպեսզի մենք էլ ասենք, որ ժողովուրդը այնպիսի անճար վիճակում գտնվի, որ ասի եկեք դառնանք բան այդ Ռուսաստանի Դաշնության ինչ որ գուբերնիա, կարող է դրա համար է։ Այսինքն ինքն է ուզում դարձնի մեզ գուբերնիա։ Չգիտեմ ինչ է ուզում անի։ Բա ինքնիշխանությունը։ Տեսեք, ինքը ասում է, չէ, կամ չէ, ինքնիշխանությունը այստեղ հարց չի լուծելու։ Ասում եմ, մենք տվեցինք Արցախը եւ դարձանք ավելի ինքնիշխան։ Չէ, հիմա կասի դուք մենք կգնանք կամ թուրքական վիլայետ, որ օգտվենք թուրքական շուկայից, որ այնտեղ գազը մենք առնենք ավելի հարմար գներով եւ էժան արտադրենք գյուղմթերք, որ դուք լավ ապրեք, կամ կգնաք Ռուսաստանի Դաշնություն, այնտեղից գազը կգնեք, չգիտեմ ինչ գնով, կդառնաք ավելի լավ բարեկեցիկ ապրող ժողովուրդ։ Կարող է բաղումիսորը նման բան գա։ Դե հիմա կարող է այդ նույն հարցնել, ես բացարձակ չեմ բացառում, դնի հանրաքվեի ասի Թուրքիայի կուզում գնաք թե Ռուսաստան։ Դե հանրաքվեի որոշեն ասեն, սա մեր ժողովրդի կամքն է։ Արհեստականորեն դե հիմա գնաց Արցախը գոռաց, բղավեց, հետագայում Արցախը չպաշտպանեց, թեպետ օրենքով եւ փաստաթղթերով մենք էինք երաշխավորողը, այո, Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես ինքը չպաշտպանեց, հանձնեցին Արցախը։ Հիմա այս ինքնիշխանությունն էլ իր համար, ինքը հիմա ինքնիշխանության դեմ է գործում։ Այս բոլոր գործողությունները ես կարծում եմ ինքը համակարգված իրականացնում է ինքնիշխանության դեմ։ Ինչ է նշանակում արհեստականորեն դու քո տնտեսվարողներին դնես սանկցիաների տակ։ Այսինքն պետությունը նրա համար է, որպեսզի ընդհակառակը օգնի, ինչ սանկցիա, ընդհակառակը նպաստի, որ այդ շուկաները մեծանան, ավելի ինլայնվեն, որ իր տնտեսվարողը օգտվի այդ շուկաներից, ինքը հակառակն է անում։ Եթե հակառակն ես անում, ուրեմն դու եթե տնտեսությունդ քանդում ես, դու նաև ինքնիշխանությունդ ես գխատում։ Սա դա է նշանակում։ Հիմա տեսեք, ինքն ասաց, որ ինքը հաղթել է դեռևս ընտրությունների գիշերը ժամը 2-ին, որը աննախադեպ չլսված մի երևույթ էր, որ դեռ 10-15% ձայների հաշվարկներ գնացել ընդամենը։ Մարդն ասաց, ես հաղթել եմ, հիշում եք, չէ՞, դեմքերը իրենց։ Այո։ Շատ այսպես հաղթողի դեմքերով էին էլի այդ օրը։ Եվ դրանից հետո զավեշ տեղի ունեցավ, ինձ թվում է չհաշված, որ դուք էլ նկատեցիք, որ միշտ էլ Հայաստանում կեղծիքներ եղել են ընտրություններում, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեց աշխատել մինչև լուսադեմ։ Դուք տենց բան տեսել եք երբևէ, որ ԿԸՀ-ն հաշվարկ չանի կամ որևէ մեկի դեմքը մենք չտեսնենք, ինչ որ տվյալ ներկայացնի։ Տեսել էի, բայց շատ կարճ ժամանակով, այդքան երկար չէի տեսել։ Հա, այսինքն կարճ կար։ Փակել էին տուն էին գնացել կենտրոնական դրական հանձնաժողովը։ Եթե այդ հաշվարկը հրապարակեին, ապա հաշվարկով իրենք չէին կարող։ Դե հիմա ինքը ժամը 2-ին արդեն ասել էր ես հաղթել եմ, մի բան պետքա մտածվի։ Հիմա տեսեք, հավաքեց արդյունքում ըստ իրենց տվյալների, որը այս պահին էլի վճարվում է ՍԴ-ում 49%։ Այսինքն 50+-ն էլ չեղավ էլի, եւ ինքը կարծում եմ շատ լավ գիտի, որ լեգիտիմության լրջագույն խնդիր ունի ինքը, որքան էլ որ մեր այս վատ սահմանադրությունը թույլ է տալիս իրեն անգամ, չգիտեմ, հա, ինչ ձևերով դառնալ իշխանություն։ Այս սահմանադրությունն էլ մի ուրիշ պատմություն է։ Մի սահմանադրությունա կներեք, որ չես կարողանում ազատվել որևէ կերպ էլի սրանից, բայց դե հիմա ունենք այն ինչ ունենք։ Հիմա ըստ ձեզ ինքը գիտակցում է, որ լրջագույն լեգիտիմության խնդիր ունի, որը իրեն ամեն դեպքում արդեն իսկ թույլ չի տալիս ունենալ սահմանադրական մեծամասնություն այս բայդրությամբ եւ արդյունքում նաեւ ճուներ 3/5, որը Բարգավաճ Հայաստանի ձայները գողանալու արդյունքում մի կերպ են, որ ասում են թքեց, կպցրեց եւ ունեցավ։ Այս գիտակցումը դուք իրեն լավ եք ճանաչում, էլի ես գիտեմ։ Իհարկե գիտակցումը եւ իր բարահոգեբանությունը եւ իր մոտեցումները չհաշված մենք էլ արդեն շատ լավ պատկերացնում ենք, ինչ է սա իր համար։ Սա արդյոք խնդիր է։ Նախ այն, որ միանշանակ է, որ ինքը ճունի, ինքը կորցրել է իշխանության նկատմամբ մենաշնորհը։ Այս ձևակերպումը տրվեց հենց առաջին իսկ օրը Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով։ Այսինքն այս ձևակերպումը, որ դու կորցրել ես իշխանության նկատմամբ մենաշնորհը, արդեն խոսում է այն մասին, որ
դու ոչինչ չես կարող որոշել ինքնուրույն։ Այսինքն քո որոշումները կախված են այլ անձանց, այլ խմբերի, այլ միավորների որոշումներից։ Սա միանշանակ է, անկախ նրանից ինքը այնտեղ ինչ է իրեն հրճակ է եւ այլն, այսինքն մենք ունենք հստակ սահմանված, որ ինքը ճունի իշխանության նկատմամբ մենաշնորհ։ Երկրորդ հարցը վարչական դատարանը երբ կայացրեց դատական ակտ, ճանաչեց, որ ինքն իրենով, օրենքով եւ այլն նաեւ ամրագրեց, որ պետք է այն տեղամասերում, որտեղ չեղարկվել են ընտրությունները, տեղի ունենա նոր վերաքվեարկություն, չարեցին։ Այսինքն չի արվել դատական ակտի պահանջը, անկախ նրանից ՄՍԴ-ն ինչ կորոշի, այս դատական ակտը արդեն իսկ ասում է, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, որտեղ շուրջ 5000 մարդ իր քվեն տվել է, չեն հաշվարկել, այդ քվեն պետք է նորից նա գնար ընտրությունների նորից տար, որպեսզի հաշվեին, նրանք դուրս են մնացել։ Այսինքն դու լեգիտիմ ընտրություն չես կազմակերպել։ Եթե դու 5000-ի համար չես արել, այն մնացածն էլ արդեն կասկածի տակ։ Այս 5000-ի վերաբերյալ արկա է դատական ակտ, դու շրջանցել ես։ Վերջ, արդեն մենք ունենք Արդեն իսկ այս փաստը լրջագույն լեգիտիմության հարց է։ Մենք ունենք արդեն Դեք մարդկանց 58000 ձայնը ոտքի վրա գողացան։ Դե հիմա որի արդյունքում իրենք հայտնվում են ԱԺ-ում։ 58000 մարդու ձայնի գողությունը արդեն խոսում է, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Հիմա սրա հարցը ոնց պետք է լուծվի։ Սրա հարցի վերաբերյալ պետք է լինի, ես կարծում եմ, քաղաքական լուծում, որտեղ իրավականը մենք արդեն ունենք։ Որն է այդ քաղաքական լուծումը, Տիկին։ Քաղաքական լուծումը պետք է լինի ընդհանուր համախմբում, հայտ, պահանջ, այս գործող զավթիչներից ազատումը եւ նոր ընտրություններ այնուամենայնիվ պետք է լինի այս պայդրությամբ ժամանակավոր ղեկավարում, կառավարություն եւ նոր ընտրություններ։ Բայց նոր ընտրությունները ինչպես կարող ենք մենք իրականացնել, եթե Սահմանադրական դատարանը այդպիսի որոշում չտա։ Հիմա տեսեք, ընդդիմությունը ոնց պետք է անի։ Ներեցեք 18 թվականին կներեք, ինքն ասում է, եթե ուզում եք ինձ անեք, դե դուրս եկեք հեղափոխություն արեք, ինչի՞ չեք դուրս գալիս հեղափոխություն անում, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Ընդդիմությունն էլ ասում է, ինչ դուրս գամ հեղափոխություն անեմ, ես այն ժամանակ պիտի դուրս գամ, երբ որ վստահ լինեմ, որ ես քեզ կկարողանամ հանել։ Հիմա հենց դուրս գամ փողոց, ինձ բռնելու ես տանես։ Այս դիսկուրսն է։ Նայեք, այսպես չի, Տիկին Փոստանջյան, այո, ըստ էության երկու կողմն էլ ճիշտ են ասում։ Ասում են այն ինչ որ կա, բայց 18 թվականին որ Նիկոլին բերեցին իշխանության, դա հատուկ պայմանավորվածությունների արդյունք էր։ Այսինքն Նիկոլը ոչ փողոցով է եկել, ոչ փողոցն է Նիկոլին բերել, դա եղել է ուղղակի այն տեսարանները։ Այսինքն աշխարհակաղակական պայմանավորվածությունների տիրույթում ըստ ձեզ։ Այո, այդ տիրույթն էլ լինելու է։ Այսինքն այստեղ կփոխվի որևէ բան, այն ժամանակ, երբ կլինի աշխարհակաղակական լրջագույն տանդեմ, լրջագույն առաջադրանք եւ օրակարգ։ Հիմա չկա դա փաստորեն, դրա համար սա շարունակում է մնալ ըստ ձեզ։ Իհարկե կա, որովհետեւ եթե չլիներ, ապա իրեն չէին ասի, որ դու կորցրել ես իշխանության նկատմամբ մենաշնորհը։ Եվ իրեն նորից կվերը ընտրեցնեին, այսպես ասեմ։ Դե տեսեք, դա ռուսական կողմն է ասում, որը հիմա հասկանում ենք ինչ տրամադրությունների մեջ է հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում։ Բայց ֆոն դեր Լայնն է եկել այսօր Հայաստան, նորից։ Գիտեք, Եվրամիությունը ֆոն դեր Լայնը այսօր ասում է, ես ուրախ եմ, որ այսքան կրկին, այսքան կարճ ժամանակ հետո նորից եկա, ինչի են գալիս, ինչի են գալիս։ Ես չեմ վիճում, որ այնտեղ կան այլ հոսանքներ, այլ շահեր, Եվրամիությունը, նույն Եվրամիությունը ինքն էլ միատար չի, նույն այդ ֆոն դեր Լայնի նկատմամբ կա բավականին մեծ բացասական կարծիք, այդ թվում որ այդ կինը բավականին լուրջ մեղադրանքների մեջ է ներգրաված, այնպես չէ, ոնց որ իրեն ուզում են ինչ որ կերպ հեռացնել իր պաշտոնից։ Մենք Եվրամիության եւ ընդհանրապես Եվրոպայի խորհրդի նկատմամբ այդքան
լուրջ եկեք չվերաբերվենք այդ մարդկանց, ովքեր որ գալիս են, այդ թվում նաև այդ մի հատ Յագլանդ կար, եթե հիշում եք, այդ Էփշտեյնի նաև այդ ֆայլերի մեջ էր դա հայտնաբերվել, իր երկրում իր նկատմամբ նաև սկսվել է ինչ-որ քրական, այո, գործընթաց, ինչ եմ ուզում սրանով ասել, որ այսօր ամբողջ աշխարհը գտնվում է նոր աշխարհաքաղաքական ձևավորումների, կտրումների, փոփոխությունների, նոր քարտեզների փուլում։ Մենք էլ ենք դրա մեջ։ Եվ մենք շատ ցավոտ ենք սա տանում, որովհետև մենք զրկվեցինք Արցախից եւ զրկվեցինք էթնիկ զտումով եւ ցեղասպանությամբ։ Այսինքն 100 տարի առաջվա պատահածը էլի թակեց մեր դուռը եւ մենք չունեցանք այդքան հմտություն, հեռատեսություն, շրջահայություն, որ դա թույլ չտային։ Սա մեր դուռը թակեց։ Հիմա նույնն է տեղի ունենում այս ամենի մեջ եւ հետեւաբար այստեղ կոնե պետք է լինենք շրջահայաց, չկորցնենք, էլ չընկնենք ոտքի տակ։ Սրա մասին եմ ես ասում։ Իսկ որ լինելու է, ես չեմ կասկածում, որովհետեւ եթե միանշանակություն լիներ, ոնց որ 2018 թվականի մայիսի 8-ից հետո Նիկոլը կգնար Ռուսաստան, Նիկոլին կընդունեին, Նիկոլին կասեին, որ մենք կարծում ենք ինքը դավաճան չէ, հիշում եք Պուտինի խոսքերը։ Հիմա դեռ ոտքերը, այսպես ասենք, մի պահ դեռ չեն ասում, այնուամենայնիվ դեռ դավաճան պիտակը չեն կպցրել այս պահի դրությամբ։ Կներեք, բայց իրենց մեդիա քարոզչությունում, ճիշտ ասած, ես որպես Հայաստանի քաղաքացի եւ հայ, անկեղծ եմ ասում, որքան էլ որ իմ պատկերացումները հստակ են գործող իշխանությունների մասով, բայց անկեղծ ես ինձ այնքան վատ եմ զգում։ Դուք ասում եք քարոզչության մասով, ռուսական քարոզչության, եթե տեսնում եք, ասում են ամեն ինչ։ Համաձայն է, գիտեք, ես համաձայն ամեն ինչ ռուսական քարոզչությունը, որը իրականացվում է եւ դա պետական քարոզչության մասին է, էլի խոսքը լրատվամիջոցի կողմից, ես այո, սարսափելի գնահատականներ են տրվում։ Ես չեմ վիճում։ Եվ մենք հուլիսի 1-ից արդեն գիտեք, որ հատուկ ձևերով պետք է կարողանանք մտնել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այդտեղ էլ են չէ սահմանը որոշակի բաներ։ Այո, այդտեղ այլևս այդքան հեշտ չի լինելու հատուկ ձևով պետք է գրանցվես եւ այլն։ Այո, խոչընդոտներ են ստեղծելու, իհարկե լինելու է։ Ես չեմ վիճում, չեմ ասում, բայց այն, որ մենք հիմա համեմատում ենք, որ ինչ է տեղի ունենում, այն ժամանակ նրան ընդունեցին, հրավիրեցին, մի քանի անգամ հրավիրեցին, առաջի այցերը եղել է Ռուսաստան, հիմա դրանք չկան։ Իրեն հետ շփումը տեղի է ունենում Եվրոմիության այդ պաշտոնյաների միջոցով, վերջերս էլ այդ ամսի մայիսի 5-ին է, 4-ին է, որ եկան, այո, Մակրոնի հետ գնացին Գյումրի Վարդանանց հրապարակ, պարոն Վարդան Ղուկասյանի կողմից վերակառուցված հրապարակում ուրախացան, վայելեցին հրապարակը, չենք կա, դա այդպես է, բայց վերջնական արդյունքը, որի նաև ազդեցությունը մենք պետք է կրենք, այս պահի դրությամբ դրա վատ ազդեցությունը մենք կրում ենք, սովորական քաղաքացիներն են կրում այդ ազդեցությունը, մեր գյուղացիները, տնտեսվարողները եւ այլն, բայց դրա պատասխանը միևնույն է շուտով, ինչքան էլ ուզենք թե չուզենք, պետք է հանգուցալուծվի, այսքան երկար չի կարող լինել։ Տեսեք, Տիկին Փոստան ջան, վերջին հարցս է, ասում են այս գործընթացը այսպիսի տրամադրությամբ եւ այս իրավիճակով երկար չի ձգելու եւ առաջիկայում ես իհարկե չեմ ուզում ասեմ թեժաշուն, որտեւ այդ շատ չարչրկված տերմին է, բայց ասում են, որ աշնանը սեպտեմբերից սկսած Հայաստանում ակնկալվում են որոշակի պրոտեստներ, որոշակի գործողություններ, ես չգիտեմ, դա ձեր ասած ժամկետն է հենց, թե գիտեք, եկեք ժամկետ այլ ժամկետների ակնկալենք, թե կարող է սա նորից 5 տարի մնալ եւ մենք 31 թվին նորից գնանք ու էլի ունենանք այս նույն իշխանությանը։ Ամենա այստեղ վտանգավորը գիտեք ինչն է, որ բոլորը սպասում են, օրինակ ինքնին, որ իրենց մեջից նախաձեռնողական եւ առաջարկ ներկայացնեն կոնկրետ օրակարգի վերաբերյալ, ընդդեմ ռուսներին կամ չգիտեմ
Եվրոմիությանը կամ Միացյալ Նահանգներին կամ հարևան Իրանին պետք է դու այս աշխարհաքաղաքական վերաձևավորումների շրջանում ունենաս քո օրակարգը։ Այդ օրակարգը նախ ընդունված չէ եւ օրակարգը առաջարկող չկա։ Բոլորը որ դուք որ ասեք, մենք ձեր օրակարգը կանենք։ Դուք եք ձեր օրակարգը առաջարկում, հա, մենք ձերը կանենք։ Լավ, իրեն օրակարգի հետ parz է, իսկ ընդդիմության օրակարգը ինչպեսին պետքա ձևավորվի։ Այդ նույն ընդդիմությունն է պետք է ունենար յա օրակարգը։ Բա հենց այդ եմ ասում։ Այդ Ո՞րն է օրակարգը։ Այս պահի դրությամբ որևիցե մեկը պաշտոնապես օրակարգի մասին հայտարարություն չի արել։ Դե Սամվել Կարապետյանը այն օրը ճեպազրույցին ասեց, մենք ունենք գաղտնի օրակարգ, հիմա ոչ մեկին չեմ ասի, բայց մենք իրեն հեռացնելու ձևը գիտենք։ Գիտեմ։ Գիտեք, իրեն հեռացնելու ձևը այն ձևն է, որը նրա եկել է։ Այսինքն փողոցը ոչ գեներացնել փողոցը։ Ինքը փողոցի գեներացումը ինքնաբերաբար չի լինում։ Դա կազմակերպված գեներացում է։ Որևիցե մի անգամ ընդհանուր մինչև ես համոզված եմ հիմա, որ Արցախյան շարժումը 88 թվականի, որը սկսվել է, ինքնաբուխ չի սկսվել։ Դա էլ են գեներացրել հատուկ ինչ-որ կենտրոնների կողմից։ Ես նույնիսկ դա եմ այդպես համոզված, որովհետև ինքս իմ փորձը ցույց է տալիս, որ մենք չունենք այդպիսի հանրություն, որ ինքնա կազմակերպվի եւ այնց հեղափոխական լինի, որ գնա ասի ես պահանջում եմ։ Ես կարծում եմ ամեն ինչը դանակը ոսկորին հասնելու շրջանում ալինում էլի։ Մենք մի քիչ շատ համբերատար ժողովուրդ ենք, Տիկին Փոստանջան, շատ։ Դա էլ ամեն ինչ տանում ենք, ամեն ինչ եթե նույնիսկ դանակը ոսկորին հասնում է, այդտեղ էլ է պետք կազմակերպիչ։ Մենք հենց եթե այդ Դե բանդիմությունը ինչի համար է, բանդիմությունը պետք է կազմակերպի։ Ես համամիտ եմ, բայց այդ կազմակերպչական հարցերը, որը պետք է լինեն, մենք պետք է ունենայինք ընտրություններից հետո անմիջապես, այսինքն որ այդ ծրագիրը պետք է լիներ, որ գիշերը Նիկոլը գնալու է, հավաքելու է, ասել է ես հաղթելու եմ։ Ինքը պետք է, այսինքն դա պետք է նախատեսված լինի։ Այն որ Նիկոլը 70-ից 80 հազար անձնագրեր, որոնք մատնահետքով չեն քվեարկել, այն նույնականացվել, այդ կանխատեսումը պետք է ունենենք, որտեղ մենք գիտենք նախորդ ընտրություններից, որ կես անձնագրեր կան։ Այն որ բանակը պետք է գնար մի քանի անգամ քվեարկեր, նախորդ ընտրություններից այդ փորձը մենք լավագույն ավանդույթները չակերտավոր փոխանցվել են իրենց։ Չէ, կներեք, ընտրատեղամասերը անկախ բոլոր տեսակի խախտումներից նախկին իշխանությունների օրոք ժամը 20:00-ին փակվում էին Տիկին Փոստանջան։ Այս ընտրություններում ժամը 20:00-ից հետո բանակն եկել է մինչև կես գիշերն անց քվեարկել է, հասկանում եք, սենց բան չի եղել։ Եկեք համաձայնեք, որ չի եղել սենց բան։ Հիմա, բայց պետք է ավելի են բաները պրոֆեսիոնալ են դարձել։ Կեղծել էր պատերազմը, պայմանավորվել էր պատերազմ եւ կեղծել էր այդ ամբողջ ընթացքը Արծրուն Հովանեսյան, երեք պաշտոն ստացավ։ Ահա, դրա հետ իրար հետ խփում էին ամբողջ հասարակությանը, ժողովրդին խփում էին։ Եթե նրանք այդ են կեղծել, ինչի պետք է չկեղծեն այս ընտրությունները։ Ինչա մենք այդքան միամիտ ենք, որ հավատալու ենք, որ Նիկոլը պետք է չկեղծել ընտրությունները։ Չէ, իհարկե չէ։ Տիկին Փոստանջան, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօրվա զրույցի համար ձեր գործերին էլ հաջողություն եմ մաղթում, բազում պաշտպանյալներ ունեք, հետապնդվողներ, քաղաքական բանտարկյաններ, հանիրավի, բայց մեր երկրում արդեն դա դարձել է սովորական մի բան։ Յուրաքանչյուր օր մեր երկրում այդպիսի գործողություններ են, կամ մտնում են սրատուն, նրատուն, ես չգիտեմ, ամեն դեպքում ձայնագրություններ, կեղծ մոնտաժներ, կեղծիքների, այսինքն չհիմնավորված ապացույցների հիման վրա։ Ինչ ուզում։ Այսօր դատարանները դատական ակտեր են կայացնում։ Դատական ակտեր, որով լուծում են մարդկանց ճակատագրերը, զրկում ազատությունից, դատապարտում, զրկանքների մատնում, ահավոր է, այո, իսկապես, սենց որ հիմա նայում ենք, ասենք, մեր տատիկներից ենք լսել, օրինակ, տատիկիս իմը աքսորել են Սիբիր, ոնց է եղել, առանց դատի, առանց ոչ մի բանի, եկել է ընկավեդ են գիշերով, իրան երեխային գրկին ուարկել են դեպի Սիբիր, հիմա նույնն է, գալիս են, վերջերս Արեգնազի տան այդ Մայր Հայաստան կուսակցությունը այո խուզարկությունը
առավոտ լուսաբացին քննիչը ԱԱԾ-ի աշխատակիցների հետ եկել են տուն։ Տանը կան տարեց մարդիկ, կեսուրը, կեսրարը, երեխաները, անչափած երեխաներ գալիս են, դու ամեն դեպքում քո տունն է մի ինտիմ տարածք է, չես ուզենա, որ օտար տղամարդիկ գտնվեն այդտեղ, ու գալիս մտնում են ամեն տեղ, ամենաինտիմ վայրերը, երեխայի սենյակը, երեխայի հեռախոսը, երեխայի Դավիթ Քինչալաբյան նույնը արեցին առավոտյան ժամը 7-ին էլի մտել են տարան հետ։ Այսինքն չէ, ես ինչու ուզեցա կին նշեմ, որովհետև իրենց համար կապ չունի կին է, տղամարդ է։ Գիտեք, առաջ ամեն դեպքում իրավական առումով էլ, եթե անգամ որևէ գործ կա քրեական կամ, չգիտեմ, կասկածյալ, հա, կամ հետագայում մեղադրյալ կար որոշակի վերաբերմունք, էլի, այս ցև սանձարձակ ձևեր չէր, էլի Տիկին Պոստանջան, այո, ապացուցողական նշանակության քննչական գործողությունները պետք է լինեն անհրաժեշտ եւ պիտանի։ Հիմա գնում եք այդ մարդկանց տունը, ոչինչ չկա, այսինքն ինչ պետք է ունենան այդ մարդիկ, նույն Թևանյանի բնակարանում, անձնական տարածք բնակարան կամ բան այդ ավտոտնակ, դեռ ինչ պետք է պահի, օրինակ, ոչինչ դուք չեք կարող։ Բայց արդեն դա սովորական է դարձել, քանի տարի է այդպես է արդեն, այս վերջին 2 տարին ինչու են դա անում, որպեսզի մարդկանց վախեցնեն, ստորացնեն, ու հենց դա արվի ոչ թե այն կոնկրետ մարդու նկատմամբ ում հետ որ դու խնդիր ունես, որպես իշխանություն, այլ մեծրնի շարավիղը, ընտանիքի բոլոր անդամները, դա հոգեբանական ճնշման, այո, բացասական հետևանքները կրեն երեխաները, տարեցները, բոլորը, այսինքն բոլորը պետք է նեղվեն այդ այնրանից, որ դու ընդդիմադիր ես։ Ես շնորհակալ եմ Տիկին Պոստանջան, մեզ համբերություն, չգիտեմ էլ ինչ ասեմ, ամեն անգամ տարբեր հյուրեր հյուրընկալելուց փորձում ենք լուծում գտնել, ելք գտնել, բայց առայժմ գիտեք լուծումները անգամ པարզ են։ Լուծումները པարզ են, բայց ընդդիմությունը չպետք է սպասի ինչ որ միտեղից ինչ որ մի հեռագրի։ Այս մյուսը միտեղից չպետք է սպասի ինչ որ մի հրահանգի, պետք է հավաքվեն, որովհետև այլ չունեն։ Այո, կազմակերպվենք, որ տեսնենք ոնց ենք լուծելու, այս մեր ազգային հարց է, բոլորիս հարցն է, ինչ որ մեկի ընտանիքի կամ շահի խնդիրը չէ։ Ի վերջո այնպես է ստացվել այս 100 տարիների ընթացքում, ամեն մեկը ինչ որ մի ձև փորձում է անձնական խնդիրը լուծել, բայց մենք խնդիր ունենք ազգային։ Պետություն ունենալու ազգային խնդիր, ազգային ինքնությունը պահպանելու խնդիր եւ այլն, բոլորը միասին են։ Հենց այնպես չէր, որ ինքը թիրախավորում է մեր ազգային ինքնությունը։ Շնորհակալ եմ իմ հետևորդներին, Մեդիա Հաբի հետևորդներին Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր տաղավարում Մետանոյայի հյուրընկալվել էր փաստաբան Զարուհի Պոստանջյանը։ Իսկ մենք կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ